Դուք պատահական եք համարում, որ այսօր բանտարկվում են այնպիսի մարդիկ, ովքեր հայրենիքին ծառայություն են մատուցել, ոչ միայն Սերոբ Գասպարյանն է հայրենիքին ծառայություն մատուցել, այլև գիտենք Ռուստամ Գասպարյանը, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի որդին, սա միթե կռվող տեսակի դեմ են, հա, այսպիսի գործերը։ Բնականաբար պարզ երևում է, որ պատահականություն չկա։ Նման գործերի մեջ չեմ կարծում, թե կլինի պատահականություն, եթե պատահականություն համարենք, ուրեմն կարանք համարենք, որ ցեղասպանությունից առաջ 500 մտավորականներին հավաքելն ու կոտորելն էր պատահականություն, Ղարաբաղի հանձնելն էր պատահականություն, եթե այդպես համարենք։ Պարզ կանխամտածված գործողություն է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայտարարում են 47 կիլոմետրանոց Ադրբեջանին ու Նախիջևանին կապող միջանցքի մասին, կարծում եք այս վերջնական ակտի իրագործմանը նախորդող իրողություններ են։ Ես ինչ կարծում եմ, երևի դա չասեմ, իրանց հայտարարությունները Այսպես դիմադրության օջախներն են այսպիսով փորձում կոտրել։ Այո, այսպիսով փորձում են կոտրել դիմադրության օջախները, փոքր կայծերը, երբ որ հավաքվում են, ուզում են կրակ դառնան, բոց դառնան, իրանք անմիջապես կանխում են, որպեսզի Հայաստանում ազգային տեսակը գլուխ չբարձրացնի, հայ մարդը գլուխ չբարձրացնի, սա պարզ երևում է, իսկ ձեր ասած այդ միջանցքը ինքը իրանց հայտարարություններ իրանց ասում են այն, ինչ որ պետքա լսեցնեն հայ ժողովրդին, իսկ իրանք իրականում իրանց սատանայական ծրագիրները, թուրքական ծրագիրներն իրագործում են մեր հայ ազգի դեմ տարբեր ոլորտներում, տարբեր բնագավառներում, իսկ մեր հայ ժողովուրդն էլ իրանց ծրագիրներից անտեղյակ, սա ոչ թե ասենք մեղադրելու պահա ժողովրդին, այլ ժողովուրդը անտեղյակ է եւ ինչ որտեղ չի կարող եւ չի ուզում հավատա, որ իր հետ կարող են այսքան վատ վարվել։ Ունկաց փրկիչներ են ման գալի, բայց փրկիչներ ման գալու փոխարեն ավելի լավ կլինի, ասենք հայ մարդը ուղղակի որոշի պահի իր նվիրյալներին, հետևի իր նվիրյալներին, ասենք ընդամենը այդքան իմ կարծիքով։